նախ մի կարևոր արձանագրում եմ ուզում անել եւ շնորհակալություն հայտնել բոլոր պատասխանատու երևանցիներին, որոնք գրեթե տենց 80%-ն են, որոնք որ առանց որևէ պարտադրանքի, ուղղակի իրենց, այսպես ասած, գիտակցելով իրենց մասնաբաժին կատարվելիք աշխատանքը հստակ վճարումները կատարում են եւ այդ մարդիկ առանց որևէ պարտադրանքի իրենց այդ պատասխանատվության մասնաբաժինը հասկանալով նաեւ վճարում են տրանսպորտային համակարգի համար, որից նաեւ Երևանի քաղաքապետարանը կարողանում է արդիականացնել տրանսպորտային համակարգը, նոր ավտոբուսներ է ձեռք բերում, նոր տրոլեյբուսներ է ձեռք բերում եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է արդյոք նախաձեռնությունը օրենսդրական որևէ բան կփոխի, ես վստահ եմ, որ կփոխի եւ այդտեղ կասկած չունեմ, որովհետեւ գիտեք, ընդհանուր առմամբ եկեք մի իրավիճակ հասկանանք, որ լավ մարդը անպատասխանատու է ընդհանուր առմամբ, գերակշիռ մեծամասնության մասին չենք խոսում, մարդը անպատասխանատու է, հա, կարա չվճարի, չի վճարում, տենց ու մոտավորապես այդ մոտեցմամբ է վերաբերում, չի գիտակցում, որ այդ ամեն վճարումը լավ վաղվա այդ ավտոբուսի վերանորոգումն է, վաղվա հաջորդ ավտոբուսի գնումն է, վաղվա հարմարավետության ապահովումն է ամբողջ քաղաքի համար։ Հիմա եկեք հասկանանք, ինքը իրան իհարկե դա չի հետաքրքրում։ Իրան հետաքրքրում է մի բան, ինքը պատասխանատվության կենթարկվի, թե ոչ։ Եթե չի ենթարկվի, շատ լավ, ինչ ա եղել, որ ժողովուրդ ջան, այդպես էլ կշարունակենք, կասի շնորհակալություն, ստեսություն, բայց սենց ասեմ, տեխնիկական խնդիրները Տիկին Մանավազյան շատ տենց փոքր թիվ են կազմում, որպեսզի հասկանանք մեր համակարգերը ինչ աստիճանի ենք արդեն հասցրել, մենք ունենք ավտոբուսների մեջ տեսախցիկներ եւ ունենք նաեւ դռների վրա տեսախցիկներ բոլոր ավտոբուսների եւ ունենք համակարգ, որը հաշվում է, թե քանի հոգի մարդ մտավ ավտոբուս, քանի հոգի դուրս եկավ։ Ունենք համակարգ, որը հաշվում է, քանի հոգի քարտ մոտեցրեց վալիդատորին, իսկ քանի հոգի ուղակի կողքով անցավ։ Քանի հոգի սասի կներեք QR կոդ մոտեցրեց վալիդատորին։ Քանի հոգի իր արդեն, չգիտեմ, որերորդ անգամ սև ցուցակը ընկած բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին։ Մենք այդ առումով բավականին հնարամիտ ժողովուրդ ենք եւ նույնիսկ այդ բանի շատ զարմացած դեմքն էլ կարող ենք անել, էլի այդ ընթացքում, երբ որ սասի QR կոդն ենք մոտեցնում։ Վստահաբար այնուամենայնիվ որոշակի տոկոս ունենք խնդիրների, այդ փոքր տոկոսա վալիդատորների հետ եղած խնդիրների եւ ընդհանուր նաեւ կանոնների չհասկացվածության խնդիրներ ունենք, որ օրինակ բանկային քարտով, երբ որ մեկ անգամ վճարեցիր, այդ բանկային քարտով չես կարողանում շարունակել եւս 2-3 անգամ նույն ժամանակում վճարել եւ նույնը Լոնդոնում է, որովհետեւ մեր վալիդատորը ինքը ճանաչում է ոչ թե բանկային քարտ կամ որևէ, ինքը ճանաչում է մի տեսակ բան, արձագանք, էլի, այսինքն սա արված է նրա համար, որ անսահմանափակ, այսպես ասած, քարտով մեկը օրինակ մետրոյի բոլոր բաները չսկսի բացել, այսինքն ամեն մարդ իր անձնական քարտը պետք է ունենա։